Լամերդերը։ Սիրելի քույր եղբայրներ, Հովանն ու Ավետարան 4-րդ գլուխ համար 46-ն սկսյալ պիտի շարունակենք մեր ընթերցումը։ Անցյալ շաբաթ մենք տեսանք Նիկոդեմոսի հետ Հիսուսի ներողություն Սամարացի գնոջ հետ հարաբերությունը, որ մե առաջ Նիկոդեմոսին հետ հանդիպեցավ, երկրորդ հանդիպում ունեցավ Սամարացի գնոջ հետ եւ տեսանք հոյագապ մտքեր այդտեղ։ Այսօր երրորդ բաժինը կշարունակենք հանդիպումները եւ կտեսնենք 46-րդ համարեն նայեցեք ինչ կպատահի։ Հիսուս նորեն եկավ Գալիլեացիներու Կանա քաղաքը, ուր ջուրը քինի փոխած էր։ Հոն ազնվական մգար, որուն որդին հիվանդ էր Գապառնայումի մեջ։ Ասիկա լսելով, որ Հիսուս Հրեաստանեն Գալիլեա եկեր է, եկավ անոր ու գաղաչեր, որ երթա եւ իր որդին բժշկե, վասնզի մեռնելու վրա էր։ Ավասիկ ազնվագանը, ավասիկ հարուստ մարդը, պատասխանատու մարդը, լավ թիրք ունեցող մարդը, գլսե Հիսուսի մասին եւ գուկա Հիսուսի մոտ եւ գաղաչեր գսե։ Գաղաչեր, որ իր զավակը բժշկեր։ Իր դղան, իր որդին մեռնելու վրա էր։ Այդպես ըսած էին իրեն եւ ինքը կխնդրի Հիսուսե, որ Հիսուս երթա եւ բժշկե։ Սիրելիներ, այստեղ նախ առաջին բանը գուզեմ տեսնել ազնվական մարդուն, որ իսկապես այդ հանդգնություն ունեցավ երթալ Հիսուսի մոտ։ Հակառակ որ շատեր հագարագեին Հիսուսի, դեր Հիսուս այնքան ծանոթ չէր, շատեր դարբեր բաներ գսեին, բայց այս մարդը այդ վստահություն ունեցավ մոդենալու Հիսուսի եւ աղաչելու։ Հիսուս ըսավ այդ մարդուն. եթե նշաններ եւ հրաշքներ չտեսնեք, բնավ պիտի չհավատաք։ Այստեղ Հիսուսի խոսքը ուղղություն է նաեւ հանդիմանական։ Դուք միայն կփնտրեք նշաններ եւ հրաշքներ հավատալու համար։ Եվ եթե դուք նշաններ եւ հրաշքներ չտեսնեք, պիտի չհավատաք։ Այստեղ հանդիմանություն է։ Շատեր մեկնաբանեն այս ասելով հրաշքներ եւ նշաններ տեսեք, որբեսի հավատաք։ Եվ շատ մը այսօր խմբակներ կամ հովիվներ կամ առաջնորդներ շեշտը գտնեն նշաններու եւ հրաշքներու վրա, որբեսի մարդիկ հավատան։ Բայց մենք պատմութենեն շատ լավ գիտենք, որ այն ազգը, որ ամենաշատ նշաններ եւ հրաշքներ տեսավ, Իսրայելի ազգն էր։ Եվ այն ազգը ամենաշատ գրաբաշտ ազգը եղավ, այն բոլոր բաները տեսնել են հետո։ Ուրեմն նշանները եւ հրաշքները այն չէ, որ մեզ հավատքի կտանի։ Գրնա արթնցնել մեր հավատքը, գրնա ուշադրությունից կրավել, բայց մենք շատ տեսել ենք մարդիկ, որոնց համար Աստված հրաշքներ եւ նշաններ ըրած է։ Հոյագապ նշաններ եւ հրաշքներ իրենց կյանքին մեջ, եւ այդ մարդիկը դեռ այսօր հավատքեն հերու գաբրին։ Ուրեմն նշանները եւ հրաշքները միանշանակ միջոցը չէ հավատքը գտնելու։ Հավատքը դարբեր դեղին կա։ Մի տեսնենք այս մարդուն երեք հավատք կա այս մարդուն կյանքի մեջ եւ Հովանես Ավետարանիչը այս միտքը գուզե փոխանցել մեզ այս պատմությունով, որ այս մարդուն հավատքը ինչպես գնաց առաջ։ Եվ այս մարդ Արարածի հավատքի ընթացքն է։ Ուրեմն շատեր կգարձեն, որ հրաշքներ որ տեսնեն կամ եթե Աստված այս բանը իրենց կյանքին մեջ իրենք այլևս պիտի հավատան Աստծո։ Այդպես մարդիկ եղած է, որ խոսք տված են ասելով, եթե դու այս բանը անես, ես պիտի հավատամ քեզի։ Եվ երբեմն Տերը այդ հրաշքը կգնե։ Բայց տարիներ հետո կտեսնենք, որ այդ մարդուն հավատքը այն ալ չէ, ինչ որ պետք է լա։ Շատերը երբ հրաշքով եկած են Աստծո, շատ քիչերն են, որ այդտեղ մնացած են։ Քանի որ հավատքը ուրիշ բան է։ Հավատքը գիտություն, հավատքը հանձնվիլ է, հավատքը խոնարհիր է։ Հավատքը օրդությունը ստանալ չէ։ Այսօր ամենաանհավատ մարդուն մեկ հատ հրաշք մտայի, այդ մարդը միցե վաու, ասինչ մեծ բաներ։ Ես կհավատամ, որ եղավ այս հրաշքը։ Այո, կհավատա։ Հավատքը կշարժի, բայց ոչ շիդակ տեղ գտնի։ Մեր հավատքը պետք է շիդակ անձի վրա լա, ոչ թե այդ անձին ընելիքների վրա։ Հալելույա։ Կասկնակ տարբերությունը։
Մեր հավատքը Հիսուսի ընելիքների վրա չէ, մեր հավատքը Հիսուսի անձի վրա պետք է լա։ Եվ այս է որ Սուրբ Գիրքը մեզ գսորվեցնե։ Եվ սրա համար է որ այս կետերի համար է որ շատեր իրենց հավատքը այսօր անգայուն է, քանի որ իրենց հավատքը դրած են երևելի բաներու վրա, զգացումներու վրա, հրաշքներու վրա, փոփոխություններու վրա եւ ոչ թե Տեր Հիսուս Քրիստոսի անձի վրա։ Անորոշ շատ մեծ հիաստապություններ կան այսօր ճագերտյալ ըսված հավատացյալներ, որ շատ շուտ իրենց հավատքի հիմքը կփոխվի, շատ շուտ իրենց թավանությունը կփոխվի։ Երկու օր առաջ կսեր, ես Հիսուսը կսիրեմ, ես այս պիտի ծառայեմ Տիրոջ իմ եկեղեցիս մեջ եւ այլն, երկու օր հետո մարդը կփոխի իր միտքը։ Ուրեմն այն տեսակի զգացումներու վրա, երևալի բաներու վրա, անձնական շահերու վրա հիմնված հավատքը Հիսուս այստեղ կհանդիմանե։ Եթե հրաշքներ չտեսնեք, դուք պիտի չհավատաք։ Դուք քանի որ դրած եք ձեր շեշտը ձեր անձնագետրոնության վրա, ձեր զգացումներու վրա, ձեր լավ զգալու վրա, ձեզի լավ բաներ ունելու համար վրա, եւ երբ որ Աստված այդպես չէ, դու գրնալալ հիաստապվիս, միտքդ փոխես եւ ետ քայլնես։ Ուրեմն ուշացիր եղիր սիրելիս, ինչ բանի վրա է քո հավատքը, ինչի կամ որ անձի վրա հիմնված է քո հավատքը։ Ազնվականը սավ անոր դեր եգուր քանի իմ դղաս մերած չէ։ Առաջին հավատքի քայլը որ կտեսնենք այս ազնվականին մեջ, հավատք թիվ 1 եթե գուզեք, հասկացավ թե Հիսուս իր մե ավելի մեծ է։ Այս ազնվականը հայորաբեդ էր, շատեր գսեն հայորաբեդ է, շատեր գսեն զինվորական մն է, մի խոսքով պետական անձնավորություն էր։ Եվ իբր պետական անձնավորություն ինք իշխանություն ուներ բոլոր հրյաներու վրա։ Բաղեստինի բոլոր հրյաներու վրա իշխանություն ունեին պետական հռոմայացի, պետական անձնավորությունները։ Եվ անվասիկ այս բադասխանադու անձը, որ ինք ադմինիստրատիվ ցևով, վարչական ցևով իշխանություն ուներ Հիսուսի վրա, եկավ Հիսուսի եւ ըսավ դեր։ Դերս է ոչ թե մեր Աստված այդ դերը չէ, այլ այդ հարկալից խոսքը, որ Հիսուսի ընդունեց իբր իր մեծը։ Այս հավատք առաջին։ Եվ ըսավ եկուր, քանի որ իմ դղաս մերած չէ։ Հասկացավ, որ Հիսուս պիտի կրնար բամանել։ Հավատքը այդ է, որ Հիսուսի անձը բարձրացուց ամեն բանևեր եւ վստահությունը սկսավ տնել Հիսուսի անձի վրա, որ Հիսուս գրնա բժշկություն կամ հրաշք կատարել։ Այս հավատք թիվ 1։ Շատերը այստեղ ունին, շատերը մեր հայերու մեջ մանավանդ այս հավատքի մագարտագին են։ Գահավատան, որ Հիսուս Աստծո որդի է, գահավատան, որ Հիսուս ամեն բան է մեծ է, գահավատան, որ Հիսուս ամեն ինչ կրնա անել, գահավատան նույնիսկ որ Հիսուս խաչ ելավ եւ մեռած է իրենց համար եւ այդտեղ գտնեն։ Այս հավատք է, այո, բայց ոչ հավատքի կատարելությունը։ Լավ լսեցեք, հավատքի կատարելությունն է, որ մեզ կփրկե, եւ ոչ թե հավատք իբր գիտություն։ Այս մարդը գիտավ, թե Հիսուս իր մեծ է, գիտավ, թե Հիսուս ամեն ինչ կարող է, գիտավ, թե Հիսուս իշխանություն ունի, այո։ Այս առաջին կետն է, որ միանշանակ պետք է մարդը ունենա։ Բայց նայեցեք շարունակությունը։ Ինքը ասավ, եկուր իմ դղաս չմերած, Հիսուսը ասավ, գնա քու որդիդ ողջ է։ Մարդն ալ գսե հավատաց այն խոսքին, որ Հիսուս իրեն ասավ ու քնած։ Ինք գսե դեր եկուր, Հիսուս գսե դու քնա։ Ու դղատ ողջ է։ Եվ այս մարդը հավատաց այն խոսքին։ Նայեցեք, առաջին հավատքը այստեղ գտեսնենք Հիսուսի անձը։ Հասկացավ, որ Հիսուս ամենամեծն է, հրաշագործն է, գադարելագործն է, ամեն։ Երկրորդ հավատաց Հիսուսի խոսքին։ Խոսքին։ Քնա, քնած։ Եվ հավատալ այստեղ ցույց կտա հնազանդություն։ Ես չեմ հավատար, եթե հնազանդություն չունիմ։ Իմ հավատքս իմաստ չունի, եթե հնազանդություն չկա։ Հիսուս կսե այս մարդուն քնա, ինք առանց պատճառաբանություններ գտնելու, առանց իրար անցնելու, բարձաբես կհավատա Հիսուսի խոսքին եւ կհնազանդի ու կգնա։
Հավատք թիվ 2։ Ահավասիկ երկրորդ հավատքը։ Նայեցեք process է, ընթացք է։ Հիսուսի անձը, Հիսուսի խոսքը, հնազանդությունը խոսքին, եւ այստեղ է որ շատ մը հավատացյալ ըստված մարդիկներ այսօր այստեղ գան կարած են։ Այստեղ գան կարած են։ Գիտեն ով է Հիսուս, կընդունին ով է Հիսուս, բայց Հիսուսի խոսքին անչափ կարևորություն չեն դար եւ մանավանդ չեն հնազանդիր ինչ որ խոսքը գսորվեցնե։ Հուսամտուն այդ մարդոց մե ես, որ ինչ որ գլսես կհնազանդիս։ Ինչ որ գլսես կընդունիս եւ կհնազանդիս։ Հնազանդությունն է, որ գորոշե քո հավատքի սահմանը։ Քո հնազանդությունը պիտի ցույց տա քո հավատքի սահմանը։ Շատեր այսօր գնան ասել, այո, մենք կհավատանք, մենք կհավատանք, մենք կհավատանք, օքեյ, բայց իր հնազանդությունը չափն է իր հավատքին։ Եվ հնազանդությունը ցույց կտա, որ իրենք արդյոք փրկված կամ փրկության հավատքին է որ կհավատան։ Արդյոք իրենց հավատքը փրկության հավատքն է, ոչ թե միայն քիդության հավատքը։ Նայեցեք, կա քիդության հավատք, կա վստահության հավատք եւ կա փրկության հավատք։ Եվ այս երեքը իրար հետ քայլով միանալով գտարնա մարդը փրկված։ Ուրեմն այստեղ դեր եկուր Հիսուս կսե քնա ճիշտ հագարակը։ Ճիշտ հագարակը։ Քանիներ արդյոք այսօր գշարունակեն աղոթել, երբ Աստված իրենց կսե քու ուզածդ պիտի իմ ուզածս պիտի լա։ Եվ այստեղ է որ մենք կտեսնենք սիրելի քույր եղբայրներ, մարդիկ, որոնք կթողնեն եկեղեցին, կթողնեն հավատքը, կթողնեն ամեն ինչ, ինչու, քանի որ Աստված իրենց ուզածին բես չկործեց։ Այս մարդը կսե եկուր իմ դուս բժշկե, Հիսուս կսե քնա։ Քո որդի եւ այստեղ եկեղեցի կսե քնա քո որդի ողջ է։ Մարդը գրնա ասել ես քեզ գսեմ պիտի մեռնի դու գսես ողջ է, այդ ինչ խոսք է։ Հիսուս նույնիսկ գհագասե մարդուն խոսքը։ Մարդը գսե պիտի մեռնի, Հիսուս գսե քնա ողջ է։ Հայաստանցիները գսեն ցեր ես առնում։ Վրաս կխնդաս։ Դու վրաս կխնդաս։ Ես գսեմ եկուր բժշկե։ Իմ որդիս պիտի մեռնի, դու ինձ գսես քնա ողջ է։ Ահավասիկ երբեմն դերը մեզի այս վիճակի մեջ կտնե, որ տեսնենք մեր հավատքը միջև ուր է։ Եթե ամեն ինչ իմ ուզածից պես կքայլե, ես հավատքի պետք չունեմ։ Եթե իմ ուզած ծևովս Աստված կպատասխանե, ես հավատքի պետք չունեմ։ Եթե դու կարծած ծևերով Աստված կպատասխանե, դու հավատքի պետք չունես։ Քրիստոսի հետևորդը միշտ հագասություններու մեջ է, իր սպասածեն Աստծո ըսածներու մեջ։ Հագասություն կա։ Եկուր, չէ, քնա։ Եվ այս մարդը Հիսուսի խոսքին հավատաց։ Քանի որ իր հավատք առաջին, հավատ մեկը քիչ առաջ ասենք, ընդունեց ով էր Հիսուս։ Ես կկարծեմ սիրելի քույր եղբայրներ, շատերը չեն ընդունիր Հիսուսի աստվածությունը, իշխանությունը, զորությունը իրենց կյանքի վրա։ Եվ անոր համար որ միշտ վիճապանություններու մեջ են։ Խոնարհություն չկա, քանի որ չեն ընդունի, որ Հիսուս կատարյալ իշխանություն ունի իրենց կյանքին վրա։ Եվ անոր համար վիճապանություններ շատ կան։ Երանի հավատացյալները հասկանային, թե եթե դու գսես Հիսուս, ասել որ քու վրա իշխանություն ունի։ Եվ երբ որ դու իսկապես կհասկանաս եւ կհավատաս, որ Հիսուս քու վրա իշխանություն ունի, այն ժամանակ ինչ որ ասե, առանց վիճապանելու, առանց երկրորդական մտքեր տալու, կկատարես։ Եթե իշխանություն ունեցողը դու ես Տեր, դու ասա, ինչ որ ասես, նույնիսկ եթե ինձ հաճելի չէ, նույնիսկ եթե ես իմ գլխիս մեջ չեմ կարող այդ դեղավորեմ, դուն ասե ես կընդունիմ, քանի որ դու ես Տերը։ Այս է որ սիրելի քույր եղբայրներ, դժվարությունները հավատացյալներուն մեջ, քանի որ նորեն կգտնեմ Հիսուսի աստվածությունը, իշխանությունը, զորությունը մեր կյանքի մեջ չեն ընդունիր, ուրեմն ինչ որ գսե, երբ որ մեզի հաճելի է գտնունիկ, երբ որ մեզի հաճելի չէ չեն ընդունիր։ Այսօր գնամ ասել մեծամասնությունը եկեղեցիներու մեջ հավատացյալներուն այսպես են։ Մեծամասնություն։ Չեմ գիտե դու ինչպես ես, բայց ասեմ քեզի հանդիմանություն է ասիգա։ Էսի ազդու գոմը մեզի հանդիմանություն է։
Մենք կսենք Հիսուս Տեր, Հիսուս Տակավոր, Հիսուս Իշխան, բայց երբ որ Հիսուսի խոսքը մեր ուզածներուն պես չէ, կսկսենք իրար անցնել, խանգարվել, նեղանալ, բնդրել մարդիկ, որոնց այբանենք, մեղադրենք, կայմով մեր ուզածը չեղավ։ Ամեն ինչ կսկսի ընդունելով, թե ով է Տերը քո կյանքի վրա։ Եվ ինչ կսե հետո, ինչ որ գսե գտնունիս եւ գհնազանդիս։ Այդ մարդը ազնվականը լսեց Հիսուսի խոսքը, հավատաց խոսքին, այսինքն հավատաց գրված է այստեղ։ Ասել է գադարյալ նվիրվեցավ այդ խոսքին, ինչ որ դերը ասավ, քնա ինքը ընդունեց երթալ։ Այդտեղ պատճառաբանություն չրավ։ Եվ քնած իր երթալը հնազանդությունը արդեն հավատքի նշան է։ Եվ այդտեղ մենք կտեսնենք, շատ կներեք, այդտեղ մենք կտեսնենք հավատացյալ մարդու եւ անունով հավատացյալ մարդու։ Ես Փարիզյան ճշմարտության խոսքի եկեղեցի հովիվն եմ, Փարիզ եւ Ֆրանսիայի դարբեր եկեղեցիների մեջ, եւ ես ցեցի գրնամ մատնանշելով ասեմ մեր եկեղեցիի մեջ ով անունով է, ով իրական է։ Ով փերանացի հավատացյալ բաներ գսե, ով իրական հավատքի այս երկրորդ մագարտակին մեջն է։ Խոսողները շատ ենք։ Շատերս կխոսենք։ Աստված մեծ է, Հիսուս մեծ է, մենք կհավատանք Հիսուս մեր Տերն է եւ այլն, բայց Հիսուս կսե այս բանը միներ, այդ բանը արե։ Այդտեղ արդեն մարդը կգանքնի եւ պատճառաբանություններ կբերե դիրոջ։ Գիտես Տեր, այսպես է, գիտես Տեր, չեմ գրնար, գիտես Տեր, ժողովուրդ, եկեք անգերձ լանք։ Եթե իրական կհավատաս, ինչ որ գսե գնես։ Քանի որ կարողություն ունիս։ Բայց այդ կարողություն չես կործածեր դիրոջ թաշտին համար։ Շատ բաներ կրնան գսել այստեղ, շատ բաներ։ Եվ այս խոսքը հավատացյալներն է։ Չմոռնաք Հովհաննես Ավետարանիչը Հիսուս Քրիստոսի ավետարանը, երբ որ գկրե այստեղ, հավատացյալներուն գկրե։ Որ ցույց տա ով է Հիսուս եւ ինչ իշխանություն ունի։ Հիսուսի աստվածությունը։ Եվ այդ հռոմայացի հավատացյալները, որ գգարտային, իրենք գիտեին աստվածներու ինչպես պիտի ճաշտեին։ Իրենք գիտեին, որ աստվածները իշխանություն ունեին իրենց վրա։ Իսկ Հովհաննես կսե այն աստվածները մեկ կողմ, այն Հիսուսն է ձեր աստվածը հիմա։ Ինչպես դուք կվարվեիք ձեր աստվածներուն լրջությամբ, այդպես պիտի վարվիք Հիսուսի լրջությամբ։ Երանի թե մենք սիրելի քույր եղբայրներ, երանի թե մենք մի քիչ ավելի լուրջ լայինք մեր ընթերցումներուն, լուրջ լայինք մեր հավատքի թավանությանը, լուրջ լայինք ինչ որ կգարտանք։ Կնա քու որդիդ ողջ է։ Այստեղ գուզեմ գանքնել մի քիչ Հիսուսի վրա։ Քու որդիդ ողջ է։ Հերու Հիսուս բժշկեց այդ որդին։ Մենք հետո գիտենք այդ ռոբեին մարդը չէր գիտեր, բարձրապես վստահեցավ խոսքին, թողեց եւ գնաց։ Բայց հետո գիտենք գիտանք, որ այդ ռոբեին, որ Հիսուս ըսավ, քու դղատ ողջ է, հայրը բամը չհասկացավ։ Բայց մենք երբ որ գարտանք կհասկանանք։ Այն ռոբեին, որ ըսավ քու դրած ողջ է, այդ ռոբեին, այդ վարգյանին հրաշքը կատարվեցավ։ Հերու։ Գիտեք ինչու։ Քանի որ Հիսուս Աստված է։ Հիսուս բժշկարար չէ։ Հիսուս բժիշկ չէ, որ ցերկը տներ, բաներ մներ եւ բժշկվեր։ Այստեղ ցույց կտա մեզ Հովհաննես Ավետարանիչը Հիսուսի աստվածությունը, որուն համար սահման չկա, հերավորություն չկա, կիլոմետր չկա։ Հերու։ Մեկ խոսք եւ այդտեղ նույն վարգանին բժշկվեցավ։ Այս Հիսուսն է մեր Աստվածը։ Ուրեմն մարդը, երբ որ բարձրապես կվստահի Հիսուսի խոսքին, կհասկանաք սիրելիներ, թույլ տվեք ասեմ ձեզ մի բան։ Մենք շատ ավելի բաներ գիտենք, քան թե այդ ազնվական այդ վարգյանին։ Մենք շատ ավելի բաներ տեսած ենք, պատմություններ գիտենք, շատ ավելի վկայություններ ունենք Սուրբ Գիրքեն, քան թե այդ մարդը, որ այդտեղ էր։ Եթե այդ մարդը բարձ Հիսուսի մեկ խոսքին վստահեցավ, մենք որքան պետք է ավելի վստահենք։ Մենք որքան պետք է ավելի նվիրվենք։ Մենք որքան պետք է ավելի հավատանք։ Մենք որքան պետք է ավելի հնազանդենք Տիրոջը։ Եթե այդ մարդը փոքր բան մկիտնալով հնազանդեցավ, ուր մնաս դու եւ ես։ Գտեսնեք ցավը այսօր քրիստոնյա աշխարհին, որուն մեջ մենք գանք։ Թողները մեզ ողորմություն ունի այս լուրջ իրավիճակի մեջ։ Ուրեմն
Հիսուս իրեն ըսավ եւ ինք գնաց։ Երբ գերտար ազնվականը իր ծառաները թիմավորեցին զինք եւ ավետիս տվին, բարի լուր տվին, ասելով քու դղատ ողջ է։ Եվ այն ադեն հարցուց անոնց թե որ ժամուն սկսավ աղեգի դառնալ, ըսին իրեն 3 ժամը 7-ին դենտը թողուց զանիգա։ Այն ադեն քիծավ անոր հայրը թե այն ժամներ երբ Հիսուս իրեն ըսավ թե քու որդիդ ողջ է։ Եվ գսե հավատաց ինք եւ իր բոլոր տունը։ Ահա հավատք թիվ 3։ Վավերացուց հավատաց այստեղ ասել է նվիրվեցավ ինքը եւ իր տունը։ Տեսակ 3 տեսակի հավատ կա։ Հավատք որ գիտնանք ով է Հիսուս, իր աստվածությունը, իր շնորհությունը, երկրորդ հավատք, որ մենք հավատանք իր խոսքին եւ վստահենք, խոսքին եւ հնազանդենք, եւ հավատք, որ նվիրվենք, ամբողջ ինքը եւ իր դունը ծառայեց Տիրոջը, ինքը եւ իր դունը նվիրվեցավ Հիսուսի եւ իր թագավորությանը։ Նվիրվիլ բառը, այսօր մարդիկ կվախնան նվիրվիլ բառեն։ Երբ որ գսեն նվիրվիր Տիրոջը, մարդը գսե չէ, ինչ պիտի նվիրվիմ, չեմ կարող գվախնամ եւ այլն այս ան։ Էսել է որ հավատք չկա։ Մարդիկ կնվիրվին Տիրոջը, գիտեք երբ, գիրագի օր 2 ժամ, երբ որ պաշտամունքի ուքան, ան ժամանակ կնվիրվին եւ դեր այդտեղ ալ կասկածի մեջ են, տելեֆոնին ցերկերնին, մեկ կոմեն տելեֆոնին նկարները գնայի, մեկ կոմեն կարոզ գլսեն։ Շատերը այդպես է։ Ես ցեզ իմ դեսածներս ասեմ։ Այդ մարդոց հավատքը ուր է։ Այդ մարդոց հավատքի սահմանը ինչ է։ Ես չեմ դադարել, բայց գերևնա։ Եթե իսկապես այդ մարդկանց համար Հիսուս դեր եւ թագավոր է, եւ դու գանքներ ես Հիսուսի ներկայության մեջ, դու մեկ բան ունեցնելի, դեր խոսիր եւ ես հնազանդիմ, դեր ասա ինչ անեմ, դեր ինձ ասա խոսիր, այսպես պիտի լա հոգեվիճակը նվիրյալ մարդումը։ Բայց եթե այդպես չէ, մենք ծառիր բուդուղ են գերևնա, չէ։ Մենք ինչպես պիտի գիտնանք։ Երբ որ մարդը անդարբեր է Տիրոջ ներկայության, անդարբեր է Տիրոջ խոսքին, քարոզ գերտա մարդը ուշադրություն չներ, նվիրում չունի, շաբաթվա մեջ ամբողջ շաբաթը ուրիշ բանով կսպաղի, գիրագի երբեմն երբ որ եկեղեցի կա 1 ժամը հալելույա գերկե, ուր է նվիրումը։ Ինչ նվիրում։ Ինչ հավատքի մասին կխոսենք։ Քույր եղբայրներ գներեք, բայց ճշմարտությունը այս է եւ այս ճշմարտության բագասով է որ այսօր եկեղեցիներու մեջ դգար թույլ հավատացյալներ իշխանություններ գարնեն, պատասխանատվություններ գարնեն եւ իրենց այդ դգար թույլ պատասխանատվություններու մեջ դգար թուր կորձեր գնեն եւ դերը չի բարավորվիր։ Եթե սազները սխալ են, խնդրեմ քրեցեք։ Ասեք որ ըսածը սխալ է, սուբ կրային չէ, ինչ որ գսես Սարգիս եղբայր, քրե։ Գիտեմ շատերը չեն սիրել այսպես ուղղություններ, քանի որ այս ուղղությունները զիրեն կխանգարեն։ Կխանգարվին։ Եվ այսպես քարոզները չեք լսել եկեղեցիներու մեջ։ Ինչու՞։ Բայց քանի որ այսպես քարոզվի մարդիկ պիտի նեղանան, հովիվեն, քարոզի չեն եւ այլն։ Բայց նայեցեք Հիսուս ինչ կսորվեցնե մեզ։ Նայեցեք ավետարան ինչ կսորվեցնե։ Մենք ներողություն ինչ պիտի եմ։ Այս սուբ գիրքի գողքին մի հատ մեր անունով սուբ գիրք ստեղծել ենք։ Ամեն մեկը իր ավետարանը ունի, իր գարձածին պես կքայլե, իր ուզածին պես կքայլե։ Եվ այսօր, ինչպես Պողոս ասավ Տիմոթեոսին, վերջին օրերը ամեն մեկը իրենց քարոզիչներ պիտի մեջտեղ բերեն, ուսուցիչներ պիտի բերեն, իրենց ուզածը պիտի լսեն։ Բայց ահա մասիկ բարունակությունը, հավատքը այս է, երբ որ մեկը ես հավատք ունիմ, պետք է այս 3 գեդերու մեջ այդ մարդուն դու կատարյալ ծավալ սորվեցնես, նախ դու ապրիս եւ սորվեցնես։ Դու իրական կհավատաս, որ Հիսուս քո վրա իշխանություն ունի, իրական, կհավատաս իրական։ Հիմա Հիսուս քեզի բան մսե, դու պատրաստ ես հնազանդելու։ Խոսքով այո, ես քեզի հարց, իրական պատրաստ ես, ուրեմն խոսքըար եւ այդ մարդուն դուր։ Պիտի հնազանդի։ Պիտի նվիրվի։ Պիտի նվիրվի ինքը եւ իր դունը։ Դունը մորնանք ինքը իր անձը պիտի նվիրե Տիրոջը։ Պատրաստ է ծառայելու, նվիրվելու։ Ամեն մեկը սիրելի քույր եղբայրներ, մեր ուզած ծևերով, եկեղեցի, մեր ուզած ծևերով հավատքի այսպես բաներ մը գնենք եւ այս աշակերտություն չէ։ Դերը աշակերտներ կփնտրի։ Ես ցեզ ասել եմ մի քանի ամիսներ առաջ, որ աշակերտության դասընթացներ պիտի սկսենք։ Կսպասեմ որ դերը ժամանակը դա։
Եվ այդ բոլորովին տարբեր է, քարոզչություն չէ, սերդովություն չէ, այդ կյանք է։ Եվ այդ բագասը այսօր մեր բոլորին եկեղեցիներուն մեջ։ Դուք որտեղական եկեղեցին մեջն եք, նայեցեք, բագաս է այդ աշակերտության հոգեբանությունը եւ ապրելակերպը։ Մեկ խոսքով իրական հավատքի մարդը լալը բագաս է։ Մեր բարդականությունն է, իմ գոչումն է Տիրոջ առաջ, որ ես ոչ մեկ ստորագետ չմոռնամ, կամ մեկ կողմ չնեմ, կամ զանց չնեմ մարդկանց չնեղացնելու համար։ Ճշմարտությունը պետք է ասվի։ Մեր ծառայությունը արդեն եղած է 15 տարի են ավելի ճշմարտության խոսքն է։ Մենք այստեղ մարդկանց շոյելու նպատակով ծառայություններ չենք գներ, այլ ճշմարտությունը փոխանցելով։ Ոչ թե մարդկանց փոխանցենք ճշմարտությունը, որ մեզ հետևեն, ոչ, որբեսի մարդիկ Հիսուսի հետևեն։ Կարևոր է հավատք, ճշմարիտ հավատք ապրիլը բոլորովին տարբեր է, ինչ որ գտեսնես այսօր քո շրջապատիդ մեջ եւ դերևս ինչ որ դու ես։ Եկեք զղջանք եւ ապաշխարենք։ Եկեք հասկանանք հավատքի միտքը ինչ է։ Եկեք հասկանանք ինչս է Հիսուսի հավատալ։ Հավասիկ այս պատմությունը Հովհաննես Ավետարանը հստակ ձևով մեզ կբացատրե։ Հստակ ձևով այս մարդուն հավատքին ընթացքը։ Հալելույա, ներորդն է, ողորմությունն է, այո, եթե սիրելիներ ջան, եթե այս տեսակի սերդովությունները, որ մենք կնենք ճշմարտության խոսքին, եթե իսկապես կգարձես, որ դիրոճմեն է, YouTube-ի վրա այս բոլոր սերդովությունները կան, կացեք եւ տարածեցեք, բայց բոլորին չէ։ Կացեք տվեք այդ մարդկանց, որոնք լուրջ են հավատքի մեջ, կամ գուզեն լուրջանալ, կամ գուզեն աշակերտներ լալ։ Ես գիտեմ այս ինչ որ հիմա ես ցեզ գսեմ, ես գիտեմ որ շատերուն հաջելի չէ։ Նույնիսկ եկեղեցիներու պատասխանատուներու հաջելի չեն։ Գսեմ որ շատ խիստ կխոսի, շատ գոշտ կխոսի, շատ այս շատ մի խոսքով։ Բայց կան մարդիկ, որոնք ծարավ են այս խոսքին, որոնք Աստուծմե ստացած են, որ այսպեսի հավատքի մարդը լան։ Այդ մարդկանց ուղարկեցեք։ Այդ մարդկանց դարածեցեք։ Քիչ են, գիտեմ, բայց այդ մարդիկ այդ խոսքին պետք ունին եւ այդ խոսքով պիտի կարողանան մեծ գործեր կատարել։ Մենք կանե որ կանչված ենք աշակերտներու պես ապրիլ եւ աշակերտություն ընել։ Ամեն, հալելույա։ 5-րդ գլուխ, եկեք շարունակենք Փառք Հիսուսի։ Ասկե հետո հրեից դոններ գսե Հիսուս Երուսաղեմ ելավ, Երուսաղեմի մեջ ոչխարներու տրանքով ավազան մգար, որ եբրայերեն Բեթեսդա գոչվեր, որ 5 սրահ ուներ։ Անոնց մեջ խիստ շատ հիվանդներ բարգած էին, գույրեր, գաղեր, չորցածներ, որոնք կսպասեին ճուրին խառնվելուն։ Հիմա այստեղ թարգմանությունները դարբեր են եւ երբեմն համարներ կան, որ շատ սուբկիրքներու մեջ չկա, բայց ես կարդամ ինչ որ կա իմ սուբկիրքի մեջ, արևմտահայերենի մեջ, վասնզի գսե հրեշտակը ժամանակ առ ժամանակ ավազանը գիչներ եւ ճուրերը գխառներ եւ ով որ ճուրին խառնվելուն հետո ամենեն առաջ անոր մեջ կմտներ գբժշկվեր։ Իսկ հիվանդությունն ալ որ ուներ ինչ հիվանդություն որալ ուներ գբժշկվեր։ Ուրեմն հոն մարդ մգարի այդ մարդու մասին մի խոսենք, բայց այստեղ ասեմ։ Ուրեմն այս ավազանը, Բեթեսդայի ավազանը, շատ գիտնականներ փնդրդուկեն հետո անդրադարձան, որ հորի պես բամներ, որուն մեջ են մեկ ճուր այսպես երալու պես կլար։ Շատ մտեղեր կա աշխարհի մեջ, որ ճուրը մեկ գերա, մեջ են այսպես գշարժի։ Եվ այդ տեսակ տեղմներ։ Ուրեմն շատ սուբկրային բնակիրներ կան, որոնք այս 4-րդ համարը չունեն։ Քանի որ այս 4-րդ համարը հետո ավելցված համարն է, Հովհաննեսի գրածը չէ։ Եվ այս մենք գիտենք, քանի որ գիտնականները կամ աստվածապանները կամ քրությունները, սերդողները հստակացել են, որ առաջին քրություններու մեջ, առաջին տարերու մեջ չկար այս 4-րդ համարը։ Անորոշ շատ սուբկիրքներու մեջ չեն դրած այս 4-րդ համարը։ Քանի որ այն ժամանակ մարդիկ չէին գիտեր ինչ կբադայի որ ճուրը գերա, եւ գիտեք շատ բարեբաշտ մարդիկ կան եւ ավելորդաբաշտներ ալ կան, ստնաբաշտություն ալ կա, որ գսեին որ հրեշտակ մուկա գխառնե։ Եվ մարդիկ ադի լսելով հրեշտակ մուկա գխառնե, այդպես ուրեմն գսվի թե բնականին մեջ, բնապանին մեջ գողքը տրված էր այս հրեշտակ մուկա գխառնեն, բայց հետո տարիներ հետո այդ բնակիրը դարձավ իսկապես քրության մեջ։ Ուրեմն այս սխալը, այս համարի ավելցվածը ոչ թե քախնի բան մնե, այլ հստակ բան մնե առաջին տարեն
առաջին տարերեն ի վեր։ Ուրեմն անոր համար հրեշտակը քալը շարժելը ամբողջ սուբկիրքի հագարակ թեմա է։ Սուբկիրքը չի գնար վավերացնել, որ ասված հրեշտակը գղրգե մեկ հատասակ կխառնե, որ 2-3 հոգի բժշկվին։ Ոչ։ Ուրեմն ասիկա մարդային պատմական բան է հրեշտակ ավելցված այս համար։ Ինչ է վիճը։ Ահավասիկ այդտեղ հիմատներ գային, կաղեր գային եւ այդտեղ այդ ճուրը դերևս բժշկարար ճուրեր, ինչպես կսեն հանքային ճուրեր եւ այդ բոլորը օգուտ էր հիվանդներուն։ Ուրեմն այնտեղ գսե մարդ մգար, որ 38 տարի ի վեր հիվանդության մեջ էր։ 38 տարի այդտեղ գանքնած մարդ։ Հիսուս երբ դեսավ, որ ինգած բարգած էր, գիտավ թե շատ ժամանակ է ի վեր այդտեղ էր, ըսավ անոր, գուզես առողջանալ։ Հիվանդը պատասխան տվավ անոր, դեր մարդ մը չունիմ, որ երբ ճուրերը խառնվին, զիս ավազանը ցկե, ու որ քանի որ ես ձանր գշարժիմ, ինձ մե առաջ ուրիշ մգիչն է։ Ահավասիկ 38 տարի է կանգնած մարդ։ Հույսը գդրած։ Երբ որ Հիսուս գուկա գսե գուզես բժշկվել, ինքը նույնիսկ այս հարցումը տարօրինակ կսեբե։ Չէ լսած այսպես բանը 38 տարի է։ Հույսը գդրած է, որ ինք պիտի բժշկվի օրը։ Եվ այդտեղ կանգնած նստած ուրիշ մարդ ալ չունի, անպայման ընտանիքի անդամներ չուներ, չեն գիտեր, բայց հոնդեղ երկար ժամանակ գրված է, երկար ժամանակ այդտեղ նստած էր։ Եվ այն չափ հիվանդներուն մեջ, այնքան գաղերու մեջ, Հիսուս եկավ այդ մարդուն։ Զարմանալ ինչու Հիսուս, ես հարց տվի ինձ, թե ինչու Հիսուս բոլորին չբժշկեց։ Ինչու Հովհաննես այս պատմությունը մեզ գուտա, միայն այստեղ միշտ ավետարաններու մեջ չկա։ Ինչու։ Պատասխան չունեմ։ Բայց մեկ բան գիտեմ, որ այստեղ Հովհաննես կուզե մեզի բատկամը փոխանցել։ Բատկամը հետևյալն է, որ երբ դու հույսդ կդրած ես, Հիսուս ինքը կտեսնե քեզ։ Ինք հույսը չի գդրեր քո վրա։ Երբ դու հույսդ կդրած ես, Աստված թեր միջոց ունի քեզ համար։ Թեր ուղղություն ունի քեզ համար, թե աբակա ունի քեզ համար։ Ուրեմն երբ որ մենք մեր հույսերը կդրած ենք եւ գնայինք նայեցեք հույսը դրած էր այս մարդը մարդկանց վրա, որ մեկը կար իրեն ողորմություն ուներ եւ իրեն դաներ ճուրին մեջ դներ։ Հույսը դրած էր մի անձի վրա, որ գա իրեն օգնե։ Գիշեք անցյալ շաբաթ էր գարձեմ գարտացինք Սամոս 121 կսե իմ փրկությունս դերոջ մեն է։ Աչքերս կպարսացնեմ թե մի լերները գսե իմ փրկությունս որմե է։ Իմ փրկությունս դերոջ մեն է։ Ուրեմն այս մարդը կպարսացնի իր աչքերը սպասելով մեգումը, որ կար օգներ իրեն։ Սպասելով մեգումը, որ կա ցերկ բարձեր իրեն։ Սպասելով մարդկային լուծումը։ Բայց դերը գսե քու լուծումը մարդոց մեջ է։ Մարդիկ միշտ քեզ պիտի խապեն։ Գիտեք, հիաստապություն ապրելը ես իմ ծառայության մեջ շատ ապրած եմ։ Հիաստապություն, հուսախապություն, մոդիկներ է, ձանոթներ է։ Այդ մարդոց մե, որոնց համար դու հոգներ ես, տարաբեր ես, աշխատել ես, մտահոգվել ես։ Եվ այդ մարդիկ քեզ խապել են, հուսախապել են։ Եվ գսորվինք այդպես, որ մարդոց մի սպասեր, մարդոց մե ոչ մի օրտնություն մի սպասեր։ Եթե կա ուրախ եմ, ինչ որ քիչ է, բայց եթե կա ուրախանամ։ Բայց իմ աչքերս մարդկանց վրա չի բարձրացնեմ, որ սպասեմ, ով ինձ այսօր պիտի օրտնե, ով ինձ այսօր պիտի օգնե։ Այսօր վրա գնամ շատ պատմություններ պատմելի për հովիվ, թե ինչ բաներ գնանք ապրիլ։ Այս մարդն այդպես էր, կսպասեր դերևս մեգեմը, եւ այստեղ Հովհաննես կսե մի սպասեր։ Հիսուսն է մեր լուծումը։ Եվ գեղեցիկ է, որ գսա այստեղ Հիսուս տեսավ, գիտավ եւ ըսավ։ Հիսուս տեսավ այդ մարդուն, գիտավ որ երկար դարեն այդտեղ է,
մոտեցավ եւ խոսեցավ։ Եվ ինչ ասավ Հիսուս։ Ասավ բամը, որ այդ մարդը չեր սպասեր։ Մարդը գսպասե, որ Հիսուս մոդենար իրեն եւ իրեն ասեր գուզես օգնեմ քեզի ճուրդանիմ։ Գամ ուդելիկ գուզես, խմելիկ գուզես, օգնություն մը գուզես։ Այս հարցումները գսպասեր մարդը Հիսուսեն։ Եվ Հիսուս ինչ ասավ։ Գուզես առողջանալ։ Գուզես բժշկվել։ Եվ մարդը չի մտածեր Հիսուսի պատասխանել, գսե ես մարդ չունիմ ինձ օգնելու։ Հիսուս այդ չհարցուց։ Հիսուս չասավ օգնության պետք ունիս, կամ մեկը գա քեզ օգնող։ Հիսուս ճիշտ խորքը քնած։ Դու հիվանդ ես։ Գուզես բժշկվել։ Քո նպատակը ճուր երթալ չէր։ Դու մորցեր ես, որ դու բժշկվել գուզես, բայց հիմա դարձեր է ճուր երթալը, ճուրի մեջ մտնել քո նպատակը դարձած է։ Դու սխալվիս։ Քո նպատակը ճուրի մեջ երթալ չէ, քո նպատակը բժշկվել է։ Հիսուս եկավ դժմարտությունը հիշեցնելու այդ մարդուն։ Սիրելի քույր եղբայրներ, նույն բանը գնե Հիսուս մեզի։ Մենք երբեմն գերտան կսենք Հիսուսի թրամ պետք է, փող պետք է, այս թուղթը պետք է, այն թուղթը պետք է, այս պետք է լա, այն պետք է լա, այնպես պետք է լա։ Տերը գսե մեկ վարգան դու չմոռնաս, դու հավիտենականության զավակ ես, դու գուզես հավիտենականության մեջ երթալ։ Չմոռնաս այդ կետը։ Դու գուզես փրկվել։ Դու գուզես հոգևոր Սուրբ Ոգիով լեցվել, այս է նպատակը։ Դու գուզես ես քո կյանքիդ մեջ կամ, այս է նպատակը, մնացած բաները միջոցներ են։ Մարդը մորցեր էր բժշկության նպատակը, ինք դարձեր էր միջոցը դարձուցեր էր նպատակ։ Հուսամ հասկացաք, միջոցը ավազան մտնել էր մարդուն գարձիկով, բայց ինք դարձուցեր էր նպատակ։ Եվ երբեմն բամը գուզենք չլար մի քանի ամիս, մի քանի տարի, գսպասենք չլար եւ այդ կդառնա մեր կյանքի նպատակը։ Բայց Հիսուսի հետևորդը այդպես չէ։ Հիսուսի հետևորդը մեկ նպատակ ունի։ Հիսուսի հետ քայլել, Հիսուսի նմանվել։ Մնացածը միջոցներ են։ Դունդ միջոց է։ Կորձդ միջոց է։ Առողջությունդ միջոց է, նպատակ չէ։ Եվ անոր համար է, որ երբեմն դարիներ գանցնի եւ մեր միջոցները գթարնան նպատակներ եւ անոր համար գչարչարվինք։ Հիսուս գուկա մեր կյանքի մեջ եւ գսե չմոռնաս քո նպատակը։ Մի հատ հին երկ մը գսե նպատակ մի շեղիր դուն ամենևին։ Նպատակ մի շեղիր։ Այս մարդը նպատակ ուներ բժշկվելու, բայց մոռացած էր։ Գուզեր ճուր մտնել։ Հիսուսը գուզես առողջանալ։ Մեկը չունիմ, գսե, մեկը չունիմ։ Հիսուս գսե ելիր մահիճդ ար եւ քայլե։ Ետ քեզ վերադարձնեմ այն նպատակին, որ դու ունեիր, մահիճդ ար եւ քայլե, դու քայլելու խնդիր ունես։ Դու ճուրը մտնելու խնդիր չունես, դու քայլելու խնդիր ունես։ Անոր համար քայլե։ Ոտքի էլ, մահիճդ ար եւ քայլե։ Եվ քեղեցիկը գսե իսկույն մարդը առողջացավ, մահիճը վերցնելով ելավ։ Իսկույն։ Քանի որ այդ էր բագասիրեն։ Քույր եղբայրներ, հայրենագիցներ, նպատակետ մի շեղիր։ Ինչ է քո կյանքի նպատակը։ Եթե քո կյանքի նպատակը այս աշխարհի մեջ այս բանը այն բանը ունենալն է, դու կշեղվիս։ Այդ նպատակ չի, այդ միջոց է։ Թող Աստված քեզ գրտնապատիկ տա, հարստություն տա, ամեն ինչ տա, օքեյ, բայց ադի չէ նպատակը։ Նպատակը Հիսուսի քեզի տված նպատակն է։ Որն է, որ դու փրկվիս, Սուրբ Ոգիով քայլես, զինք պաշտես, զինք ծառայես եւ սրբության արդարության կյանք ապրես։ Այս է նպատակը քո կյանքի։ Հիսուսի պես լալ մի խոսքով։ Մնացածները չլան։ Գիտեք, վստահ եմ շատ որ գլսեք նույն բանը գրնակ վգայել, որ երբեմն բանի մը բագաս ունենք եւ այնչափ գաղութենք այդ բանին համար, որ ամբողջ մեր կյանքը այդ նյութի շուրջ կդառնա։ Այդ նյութը կդառնա մեր Աստվածը, այդ նյութը կդառնա մեր նպատակը։ Արդուգեսոն իրգուն անոր մասին կմտածենք, արդուգեսոն իրգուն այդ բանի հետևեն կվազենք եւ այդ կդառնա նպատակ, այլ միջոց չեղավ։ Եվ այս է մեղքը, երբ միջոցը կդառնա նպատակ։
մեր նպատակը Հիսուսի հետ քայլելն է, Հիսուսի համար քայլելն է, արդար լինելն է իր խոսքի մեջ։ Այն օրը գսե շաբաթ օր էր, եւ գիտեք որ հրյաները այդ մարդուն, բժշկված մարդուն ասին, շաբաթ է եւ ներելի չէ, որ մահիճդ վերցնես։ Ահա օրենքի մարդիկ, որոնց համար օրենքը շատ ավելի կարևոր է, քան թե հոգին։ Ահավասիկ մարդիկ, որոնք իրենց ինչպես եմ, իրենց գազմվածքը, իրենց մտածելակերպը շատ ավելի կարևոր է, քան թե Աստուծո ըրած գործը։ Օրենքի մարդ։ Արգելված է քեզ շաբաթ օրը մահիճդ առնել, բայց դու մորցար թե այդ մարդը ինչու մահիճը առավ, քանի որ բժշկվեցավ։ Պետք է ուրախանայիր, չէ, որ այդ մարդիկ բժշկվեցան, ինչու համար կդխրիս, ինչու համար կխանգարվիս, ինչու համար օրենքներ մեջտեղ գպես, ուրախացիր, որ մեկ հոգի բժշկվեցավ։ Սիրելիներ, երբ որ մենք կդառնանք այս փարիսեցիներու նման, գնային մարդկանց կյանքին կամ այս պետք է ըներ, այն պետք է ըներ, չարավ, ինչու ըրավ, ինչու չրավ, ինչու եղավ, ինչու չեղավ, մենք կմոռանանք նույնիսկ հաճույք առնելու կյանքին։ Այդ մարդիկ պետք է ուրախանային, որ իրենց քաղաք է մեկը, որ միշտ այդտեղ գմուրար եւ այդտեղ հիվանդ նստած էր, ոտքի ելավ եւ գքալե, պետք է ուրախանային այդ ուրախությունով։ Օրենքը երբեմն մարդկային օրենքը, մարդկային չափանիշները գխափանե մեզ հոգևոր բաները տեսնելու։ Անչափ որ բռնված ենք մարդկային չափանիշներով, որ մենք գմորնանք տեսնել հոգևոր։ Անորոշ երբեմն պետք է գանքնենք եւ պետք է ասենք, որ ինչ է կարևորը վերջի վերջով, ինչ է կարևորը։ Հոգևորը թե մարդկային չափանիշները, այսպես պետք է ենք, այդպես պետք է ենք, մեր հայկական սովորությունները, օրինակ, մեր ընտանեկան սովորությունները, մեր դպրոցական սովորությունները, մեր եկեղեցական սովորությունները, շատ այսօր եկեղեցական սովորություններու պատճառով մարդիկ կմեռնին։ Կմեռնին, հոգևորապես կմեռնին։ Իմ եկեղեցիս ասիկը չներ, մեր եկեղեցին այսպես չէ, մեր եկեղեցին այդպես է։ Հա, բայց ո՞րն է կարևորը, քո եկեղեցական օրենքը, թե այդտեղ հոգևոր շարժումը, Սուրբ Հոգիի շարժումը, ո՞րն է կարևորը։ Եվ այստեղ ուշադիր եղեք։ Եվ շաբաթ օրը ներելի չէ, որ մահիճդ վերցնես։ Նայեցեք մարդուն պատասխանը։ Մարդը պատասխան տվավ անոնց ու ասավ. «Ան որ դիս բժշկեց, ինձի ասավ, մահիճդ առ ու քալե»։ Մարդուն համար ան որ զինք բժշկեց, այն մարդը իշխանություն ուներ նաև իր կյանքի, իր հոգևոր կյանքի վրա։ Այստեղ գտեսնեք ինչ կպատահի։ Քիչ առաջ ասի հրաշքները նպատակ չեն։ Շատ անգամ հրաշքները մեզ գնդունին, կաբրինք, բայց հետո այդ աշխարհ գերտան շատերը։ Այստեղ մարդը հասկացավ մեկ բան, որ այն հրաշքը, որ Հիսուս եկավ ըրավ իրեն, որ այդ հրաշքը ընողը իրավունք ունի իր կյանքին վրա։ Եվ այլևս չվախնար հրյաներեն, քանի որ գիտեք, շաբաթ օրով աշխատողները կամ հրյական օրենքեն դուրս եղողները իրենք գվրընդվեին սինագոգներեն, ոչ օգնություն, ոչ ընդունելություն, ոչ ազգային կարևորություն, գթողվեր այդ մարդիկ, գլքվեին այդ մարդիկ։ Բայց այս հիվանդը, որ բժշկվեցավ, չմտածեց այդ բաներու մասին։ Ան որ ինձ բժշկեց, իրավունք ունի իմ կյանքիս վրա, ինչ որ ասե, ես պատրաստ եմ հետևելու եւ հնազանդելու։ Հալելույա։ Երանի ամեն ով որ հրաշքը ստացավ Հիսուս Քրիստոսե, այսպես վարվեր, այսպես ասեր։ Երանի ասեր, որ հիմա որ Հիսուս բժշկեց ինձ, հիմա որ Հիսուս այս կամ այն հրաշքը հրավ, ես կյանքս կանցնեմ եւ ամբողջ իրավունքը գուդամ Հիսուսի իմ կյանքիս վրա։ Ով ինչ ասե թող ասե, ինչ պատահի թող պատահի, Հիսուս իրավունք ունի իմ կյանքիս վրա։ Երանի այսպես քայլեինք։ Իրեն հարցուցին, ով է այն մարդը, որ քեզի ասավ մահիճդ առ ու քալե։ Եվ բժշկվողը չէր գիտեր, թե ով է ան։ Բացի Հիսուս մեկդի քաշվեցավ այնտեղ բազմություն ըլլալուն համար։ Ուրեմն Հիսուս գործվեցավ մեկ խոսքով։ Մարդը չի ճանաչավ ով էր Հիսուս։ Հրաշք եղավ, հնազանդեցավ, հավատաց, իշխանություն տվավ Հիսուսին, բայց չէր գիտեր ով էր Հիսուս։ Հետո անշուշտ է Հիսուս այդպես չի թողնի ժողովուրդ։ Հիսուս կուզե միշտ ինքը իրեն հայտնել։
հրաշք ընողը իրավունք ունի մեր վրա։ Ուրեմն երբ որ հրաշքն է, գուքա գսեք նայիր, ես հրաշքը, հիմա կյանքդ ինձ մոտ պիտի քայլես։ Եվ եթե այդտեղ դու հնազանդեցար, օրտնվեցար եւ շահեցար։ Եթե չի հնազանդեցար, շատ ավելի վատ պիտի լակիզի։ Եվ նույն բանը այստեղ գսե Հիսուս։ Անգե յետք գսե Հիսուս զանիկա տաճարի մեջ գտնելով ըսավ անոր. ահա բժշկվեցար, ալ մեղք մի կործեր, որ ալ ավելի չար բան չբադահի քեզի։ Ինչ է Հիսուսի խոսքը։ Հիմա դու բժշկվեցար, ես եմ քեզ բժշկողը։ Հիմա նայիր, ասկե հետո մեղք մի կործեր, որ մեղքի մասին է Հիսուս կսա այստեղ։ Ոչ թե ընդհանուր մեղքի մասին է, չէ, որ մեղքի մասին է։ Այն մեղքը, որ դու քո հույսը տրած էիր ուրիշներու վրա։ Հիմա որ ես եկա քեզ բժշկեցի, այլ մեղք չկործես ուրիշներու վրա հույս տնելով, հիմա դու միայն իմ վրա հույսը պիտես։ Հալելույա, հալելույա։ Քանիներ այսօր գիտեք որքան մեղք կկործես, երբ որ դու ուրիշներու վրա հույսը կտնես։ Եթե Հիսուս քեզ բժշկեց, ազատագրեց, փրկեց, իր արյունով լվացքեց, դու իր զավակն ես, դու մեղք պիտի չկործես, որ մեղքը քո հույսդ միայն Հիսուսի վրա պիտի տնես, քանի որ եթե հույսդ այս բոլոր բաները ճաշակել են հետո մեղք հույսդ կտնես ուրիշի վրա, շատ ավելի վատ բան պիտի լա քեզի։ Ահա վասի քրված է։ Ալ ավելի չար բան չբադահի քեզի։ Հույսը չտնես ուրիշի վրա, մեղք չկործես ուրիշին նայելով, ուրիշին վրա հույս տնելով։ Հիմա քո հույսդ պիտի լա միայն ես, գսե Հիսուս։ Հալելույա։ Եվ այն ժամանակ մարդը գսե քնածրյաներուն, բայց մեծ թե Հիսուսն էր, որ զինք բժշկեց։ Հրճագելու սկսավ։ Չվախցավ։ Նվիրվեցավ։ Ինչու պիտի հույսը ուրիշին տնե։ Ինչու հույսը պիտի տնե ուրիշներու վրա։ Փարիսեցիներու վրա կամ այս կամ այն մարդու վրա, ոչ, Հիսուս ինք բժշկեց, հիմա Հիսուսի հետևորդ եմ ես, հիմա ես ավելի մեղք պիտի չկործեմ, ես Հիսուսի պիտի հետևիմ, Հիսուսի պիտի հանձնվիմ, իմ հույսս ուրիշի վրա չէ, ես ավելի մեղք պիտի չկործեմ, ես շատ մեղք կործեցի, 38 տարի սպասեցի մարդկանց, բայց հիմա հասկացա, որ իմ սպասումս Տիրոջմեն պիտի կա, իմ փրկությունս Տիրոջմեն է, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, իրեն լա փառքը եւ բադիվը, ես չէ, մեղք չեմ կործելու, ուրիշ տեղեն սպասելու իմ օրհնությունս, չեմ կործելու ուրիշ տեղեն սպասելու իմ արադությունս կամ իմ բժշկությունս, չէ, իմ բժշկությունս եւ իմ փրկությունս մի Տիրոջմեն է, ես պիտի հիմնվիմ իր վրա, պիտի հանձնվիմ իրեն եւ պիտի նվիրվիմ ավելիով։ Հալելույա, այս է գիշեք քիչ առաջվա հավատքը։ Այդ ազնվականին հավատքը։ Հիսուսի ճանցած, ընդունեց Հիսուսի աստվածությունը, իր խոսքը հավատաց վստահեց, հնազանդեցավ եւ նվիրվեցավ ամբողջ իր հոգիով։ Ինքը եւ իր ընտանիքը երկու պատմությունը յետևի բարաբի քրած չէ Հովաննես Ավետարանիչը մեզի։ Մեզ այստեղ բամը գուզե սորվեցնել։ Հալելույա։ Երանի սորվինք եւ այդպես քայլենք։ Այսօր համար հրյաները գհալած էին Հիսուսը եւ գմտածային զանիգա սպաննել, քանի որ այս բաները շաբաթ օրը գներ։ Եվ Հիսուս պատասխան տվավ անոնց եւ ասավ. իմ հայրս մինչեւ հիմա կկործե, ես ալ կկործեմ։ Ասել գուզե Հիսուս գանքնիլ չգա, օրտնություն ընել է, մարդկանց հոգին փոխել է, մարդկանց փրկել է, մարդկանց ազատագրել է, իմ հայրս կկործե, որ մարդիկ փրկվին եւ վստահությունը տնեն միայն իմ վրա։ Ես ալ գնեմ նույն բանը։ Եվ այստեղ նայեցեք ինչ կպատահի։ Այսօր համար գսե ալավելի գմտածեին հրյաները զանիգա սպաննել, վասնզի ոչ թե միայն շաբաթ օրը չեր բահեր, հաբա նաեւ Աստված իր հայրը գանվաներ ու այսպես ինքզինք Աստծո հավասար գներ։ Տեսնեք Հիսուսի աստվածությունը։ Հիսուս ինքզինք Աստծո հավասար գներ։ Հրյաները լավ հասկացել էին, քանի որ Հիսուս կսե իմ հայրս կկործե, ես ալ կկործեմ։ Միան հայրն է կործողը, միան Աստված կկործե, երկինքն ու երկիրը պաշտպանողը, բռնողը, բահողը ով է։ Արևի իր դեղը, լուսինի իր դեղը բահողը ով է, մարդկանց կյանք տվողը, մարդկանց բժշկողը, մարդկանց փոխողը, մարդկանց հաց տվողը ով է, Աստված է։ Ինչ կսե Հիսուս։ Աստված կկործե իմ հայրս, ես ալ կկործեմ։ Հայրս եւ ես մեկ ենք։ Քիչ մանտին այդ բանը մի դեսե։ Շատեր կսեն, որ Հիսուս չսեր, որ ինք Աստված է։ Ահա վասիկ կսե։ Ես եւ հայրս մեկ ենք եւ այստեղ գսե ես Աստծո հավասար եմ։
Իմ հայրս ինչ որ գնե, ես ալ այդ գնեմ։ Եվ հրյաները ավելի դակնաբեցան զինք սպաննելու նպատակով։ Օրհնյալը լա մեր Տերը։ Հովհաննես Ավետարանչը մեզ ցույց կտա Հիսուսի աստվածությունը, իշխանությունը մարդկանց վրա, զորությունը, եւ այդ Հիսուսի մեկ բան կա անելիք՝ կադարյալ հանձնվել։ Կադարյալ հանձնվել։ Մենք երբեմն խոսենք այս խոսքերը, ավետարանչություն գնենք այդ մարդկանց, որ հավատքի մեջ այնքան չեն, բայց ես ցեզ ասեմ, այս խոսքը շատ ավելի եկեղեցի մարդկանց պետք է ըսվի հիմա։ Քանի որ վտանգ ես կտեսնեմ ավելի եկեղեցի մեջ եկող մարդկանց, քան թե դուրսի մարդկանց։ Քանի որ եկեղեցի մեջ եկող մարդկանց այս բաները գիտեն, բայց այս բաներու զորությունը եւ խորությունը չեն ուզեր ընդունել։ Չեն հանձնվիր, հրաշքը տեսել են, փրկությունը տեսել են, ճաշակել են, ինչպես Եբրայեցիս գիրքը գսե, ճաշակել են, ընդունել են, հասկացել են, շնորհքի մեջ եղել են, բայց գործվել են, ինգել են, ինչու, քանի որ նվիրում չի եղած։ Մեմնա լսեցեք այս ինչ որ ըսի քիչ առաջ այս կետի վրա եւ պիտի գարձեն որ շատ ավելի բարձ պիտի լամեն մեկուս։ Սիրելի քույր եղբայրներ, եկեք այս Հիսուսը, որ մեզ գմադուցվի այստեղ, որ իր էություն այստեղ գքրվի մեզ համար, գքծակրվի մեզ համար, այդ Հիսուսին մադի արանքով չնայինք, հետևորեն չնայինք, այդ Հիսուսին գրոնական ցևով չնայինք, այդ Հիսուսին կյանք պետք է դրվի այդ Հիսուսին։ Երանի մենք որ հիմա լսեցինք, Երանի այս խոսքին վստահեինք, Երանի այս խոսքին հնազանդեինք եւ Երանի այս Հիսուսի ավելի նվիրվեինք։ Մենք եւ մեր 4 կողմինները փառքը տալով միայն երրորդության մեր Տիրոջը։ Հալելույա։